թաքցնենք այն, երկնքի արքայություն դա գանձ է, դու պիտի գտնես ու պահես, թաքցնես քո մեջ, և բացվես այն ժամանակ, երբ որ դու կարող ես այնքան գանձ ունես, որ կարող ես տալ այդ գանձը և քո մեջ չպակասի, և պահա գալիս ինքնիստինքյան բացվում այդ քո միջի երկնքի արքայության գանձը և սկսում ես բաշխել, տալ, բայց երբ որ դու լցված ես, բայց մենք մի հատ մատանի ենք գտնում, վերցնում ենք ասում, տեսեք ինչ լավ բրլյանտով մատանի է, հետո մի հատ էլ մի մարդ վերցնում է ձեռը տասում է գնա, չէ, պետք չունես այդպես, մենք պիտի լավ գանձեր կուտակենք, հավաքենք մեր մեջ, այդ հոգևոր խաղաղություն ուրախություն ունենանք և մեկ էլ տեսար Աստծո նախախնությամբ, աստվածային կամքով, ինքնիստինքյան մեկ էլ բացվեց մեր գանձը, մարդիկ վերցրեցին մեր հոգու գանձից, տարան, բայց մերը չպակասեց, ինչու, որտև մենք խոնար եղանք, մերը չէր, Աստծունն էր, դրա համար մենք տվեցինք և ավելացավ ու չպակասեց, ինչպես մեր Տերն Ավետարանում ասում է, Սուրբ Հոգին կլինի կենդանարար ջրի աղբյուր, որ բխում է ձեր միջից, երբ որ մարդու մեջ կենդանարար ջրի աղբյուրը սկսում է հաստատվել և միջից բխում է այդ կենդանարար ջրի աղբյուրը, պետք է ասում է կենդանարար ջրի աղբյուր Սուրբ Հոգուց, չի պակասում, ավելանում է, ինչքան տալիս ես ինքան և երբ որ կենդանարար ջրի աղբյուրը բխում է, ասում է շուտ արեք բաժակները պահեք, անոթները բերեք, լցրեք, որտև շատ է, ես չեմ դիմանում, այդպես էլ Սուրբ Հոգին ինքն իր մեջ չկարողացավ մնալ, այլ սկսեց բխել, այլ տալ, լցնել, լիացնել աստվածային աղբյուրը, ակունքը անսպառը, անընդհատ է տալիս և երբեք չի պակասում, և մենք պիտի փափագենք, որ այս կենդանարար ջրի անսպառ աղբյուրը մեր մեջ հաստատվի և այն ժամանակ իրապես մեզանից կբխի և կհասնի բոլորին և հետո պահենք, լցրեց, թե մենք անսպառ չենք, շատ տվեցինք, մի հատ էլ պիտի փակենք, մեկ էլ լցվենք, չէ, հետո որ մյուս անգամ էլ կարողանանք տալ, ամեն